Եկեղեցու քաղաքականացված լինելու մասին շատերն են խոսում, քաղաքականությունը եւ եկեղեցին որքանով են համընթաց միմյանց քայլում։ Ես ձեզ ասեմ, այդ անհեթեթ թեզի հեղինակները նորից ի հայտ եկան, Երևան եկան այս կեղծ ազատական գաղափարների շնչի ներքո, ովքեր որ եկեղեցու առաքելությունը միայն եկեղեցու պատերից ներս են տեսնում։ Եկեղեցին հասարակական կյանքի լուսանցքում են տեսնում։ Եկեղեցին ըստ իրենց հիվանդագին պատկերացումների բացարձակապես առնչություն չի կարող ունենալ հասարակական կյանքի զարգացումների հետ։ Ավելին, եկեղեցին եւ եկեղեցականը զրկված են հասարակական երևույթներին գնահատականներ, դիրքորոշումներ դրանց նկատմամբ արտահայտելու հնարավորությունից։ Բայց ով է այս թեզերի, կեղծ թեզերի հեղինակը։ Արդյոք նրանք չեն, ովքեր շահագրգռված են ազգային ուժերին հասարակական կյանքից, Հայաստանի կյանքից դուրս մղելու պատվիրված քաղաքականությամբ։ Արդյոք նրանք չեն այս ուժերը։ Ինձ համար կասկածի տեղ չկա, որ այն ուժերը, ովքեր որ ցանկանում են գերեզմանափորը դառնալ հայ ժողովրդի, Հայաստանի ապագայի, նրանք էլ այս թեզերը շրջանառության մեջ են դնում։ Եվ ոմանք գուցե դե բարեմտորեն կրկնում են այդ թեզերը։ Ինչի վրա է կառուցված մեր ժողովրդի ինքնությունը։ Ինչի վրա է կառուցված մեր ժողովրդի կյանքը, մշակույթը, ինչի վրա պիտի կառուցվի հասարակական կյանքը, մարդկային հարաբերությունները, օրենսդրությունը, ինչի վրա, եթե ոչ քրիստոնեական արժեքների վրա, ինչի վրա է այսօր կառուցված միջազգային օրենսդրությունը, միջազգային իրավունքը, արդյոք մարդասիրության, փոխադարձ օգնության, աջակցության վրա չէ կառուցված, ինչ գաղափարներ են սրանք։ Եթե եկեղեցին չպետք է դառնա այս գաղափարների ջատագովը, պաշտպանը, զարգացնողը, ով է լինելու, ինձ պատասխանեք Հայաստանի Հանրապետությունում կամ որևէ երկրում այն կառույցը, այն ուժը, որը պիտի դառնա այս գաղափարների նեցուկը եւ պաշտպանը։ Վերջի վերջո տարածված ձևակերպում է եղել, չէ՞։ Հայաստանի հայկական պետականության կորստի պայմաններում հայ եկեղեցին է ստանձնել պետականության գործառույթները։ Այսօր պետականությունը վտանգված է։ Ով եթե ոչ եկեղեցին պետք է բարձրաձայնի այս մասին։ Ով պետք է իր մտահոգությունները արտահայտի։ Եկեղեցին չի կարող լուռ դիտորդի կարգավիճակում մնալ այնպիսի իրավիճակներում, երբ ուղղակիորեն արտաքին վտանգը կլանել է մեր հասարակությանը։ Վտանգի զգացողությունը կլանել է մեր հասարակությանը։ Մենք չենք կարող այս իրականությունը անտեսել եւ ընդամենը վանքերի պատերի ներսում զբաղվել մեր աղոթական կյանքով։ Աղոթքը պետք է զուգորդել գործողությամբ, աղոթքը պետք է զուգորդել գործերով։